Շնորհակալություն, պարոն Նահապետյան, շնորհակալություն զեկույցի համար, դուք փաստացի զեկույց եք ներկայացնում մի ժամանակահատվածի համար, որ դուք չեք պաշտոնավորել, այլ ուրիշ նախագահ, ես ձեզ մաղթում եմ, որպեսզի աշխատանքի բարելավման շուրջ հաջողություններ ունենաք, որտեղ եթե ամեն ինչ լիներ լավ, մենք հիմա ուրիշ մարդու կլսեինք ստեղ ձեր փոխարեն, այս շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդը ես ուզում եմ շարունակել գործընկերներիցս մեկի բարձրացրած հարցը կապված կալանքի կիրառման հետ թարմ օրինակով։ Թեև ես թվերով շատ եմ խոսում դրա մասին եւ դեռ կխոսեմ, ցույց տալով, որ կարծես թե դա վերածվել է միջդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու գործիքի, բայց ես մի կոնկրետ դեպք եմ ուզում հիմա ասել։ Մի քանի օր առաջ ձերբակալվել է մի բժիշկ, որը ըստ մամուլի հրապարակումների եւ եթե սխալ է խնդրում եմ ուղղեք, մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ Ես հիմա կարդում եմ քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որի մեջ սանկցիան սկսվում է տուգանքից, այսինքն 10-նապատիկից 30-նապատիկի չափով։ Եվ էլի ըստ մամուլի բժիշկը վերցրել է 270,000 դրամ աղիք կարելու գործիքի համար, որը չի մտնում պետական պատվերի գումարի մեջ եւ իր հանցանքը ըստ էության կայանում է կամ ՀԴՄ չտպելու մեջ, որտեվ գումարա վերցրել կամ հիվանդանոցը ՀԴՄ չի տպե, կամ այդ գումարը պետքա պացիենտը պարզապես վճարեր այդ վաճառող կազմակերպության եւ բերեր տար բժիշկին, որ վիրահատության ժամանակ տեղադրվեր։ Հիմա բժիշկը դուք հայցել եք կալանք եւ բժիշկը կալանավորվել է 2 ամսով։ Ես հիմա չեմ ուզում դատարանի որոշումը բանանը դնել կասկածի տակ, ինձ հետաքրքիր է, ինչի եք դուք հայցել կալանք այս դեպքում, որտեվ միշտ կարելի ասել, դե մենք հայցել ենք դատարանն էլ արժանահավատակ գտել եւ տվել է այդ կալանքը, բայց ինձ հետաքրքիր է, ինչի է քննիչը այս դեպքում, երբ որ պոտենցիալ դատարանը կարա դատապարտի այս մարդուն օրինակ 10-նապատիկ կալանքի, հայցե կալանք եւ այդ մարդը հիմա կալանքի տակ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Ես ձեր կողմից նշված դեպքին չեմ ցանկանում խորությամբ անդրադառնալ, քանի որ այս բանի նախաքննություն է իրականացվում այդ դեպքով։ Ես միայն կարող եմ նշել, որ ունենք հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, ով նշված հաղորդմամբ հայտնել է, որ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձատրություն վիրահատության դիմաց։ Մնացած մասով քննություն է կատարվում այդ նախաքննության շրջանակներում, այդ թվում նաև ձեր կողմից նշված վարկածիր քննության առարկա կդառնա եւ հանրությունը կիրազեկվի նաև նախաքննության արդյունքների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա խափանման միջոց կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով։ Խափանման միջոց կիրառելիս կամ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը գնահատում է այդ բային տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի քերեական վարույթին, այդ թվում օրինակ վկաների վրա ազդեցություն ունենալով, այդ թվում գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով, ապա նախաքննական մարմինը այդ կալանքի միջնորդությունն է ներկայացնելու դատարան։ Ձեր կողմից նշված դեպքով այդ միջնորդությունը ներկայացվել է հենց նաև խոչընդոտելու հավանականությունը հաշվի առնելով եւ դատարանը ամբողջությամբ բավարարել է այդ միջնորդությունը 1 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց է կիրառել, եթե չեմ սխալվում։ Շնորհակալություն։ Համեցեք արձագանք։ Պարոն Նահապետյան, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց դրան գործիքներ կան, էլի, վստահ եմ քրեադատավարական օրենսդրության մեր, օրինակ փաստաթղթերի բռնագրավում, պաշտոնավարման կասեցում, չգիտեմ, ընդհանուր մինչև տնային կալանք, դիցուք թեև տնային կալանքն էլ հասկանալի չի, եւ այդ մյուս դեպքերը, ասենք քննությունից խուսափելու փորձեր եղել է, թե չի եղել, կրկնակի հանցագործության փորձեր եղել է, թե չի եղել, այդ ազդեցությունը ոնց է գնահատվել, որ հաստատ ազդելու է, այդ մարդը արդյոք ունի քրեական անցյալ ռեցիդիվիստ է, որ տենց ամեն օր ինչ որ քրեական հանցագործություն է իրականացնում, որ քննիչը գնացել է այդ քայլին։ Եվ երբ որ մենք նայում ենք վիճակագրությունը, վերանալով այս կոնկրետ մի դեպքից, հա, այդ մի դեպքը պարզապես թարմ էր, տենց օրինակ բերեցի։ Ստացվում է, որ մենք ունենք, էլի եմ ասել ու ասելու եմ, ավելի շատ կալանավորված մարդ, քան դատապարտված։ Դա խոսում է նրա մասին, որ կալանքները անհամաչափ են օգտագործվում եւ չարաշահվում է այս ինստիտուտը։ Խոսքը դրա մասին է եւ միայն այս կոնկրետ դեպքի մասին չի, շնորհակալություն։
Շնորհակալություն, պարոն Տորոսյան։ Դուք նշեցիք տվյալներ ունեք արդյոք, որ նոր հանցանք է կատարելու կամ թաքնվելու եւ այլն։ Ձեր կողմից նշված այդ հիմքերը առանձին հիմքեր են խափանամիջոց կիրառելու, իսկ իմ կողմից նշված հիմքը այլ հիմք է։ Եթե քննիչը նորից եմ նշում իր վարույթի քննության ընթացքում գտնում է, որ արկա է ռիսկ եւ այդ ռիսկը մեծ է, որ այս անձը, այս կամ այն անձը կարող է խոչընդոտել քրեական վարույթին որևէ եղանակով, այդ դեպքում քննիչը պետք է ներկայացնի այդ միջնորդությունը անձի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու վերաբերյալ յուրաքանչյուր վարույթով, յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ խափանամիջոց ընտրելիս պետք է մոտենանք անհատական կոնկրետ այդ դեպքով եւ կոնկրետ այդ անձի մասով։ Եթե տվյալները բավարարում են, որպեսզի այդ խափանամիջոցը կիրառվի կալանքը, ապա քննիչը պարտադիր այդ միջնորդությունը ներկայացնում է դատարան եւ դատարանը քննարկում է հիմքերը կան թե չկան, այսինքն նաեւ ասում է դատական այս վերահսկողության մեխանիզմով։